Հայաստանի փոխվարչապետի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի կողմից ստորագրվել է 2026-2030 թվականների Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը։ Համագործակցության զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել են փաստաթղթի հաստատումը և դրա շրջանակներում հետագա համատեղ ծրագրերի իրականացումը։ Գրիգորյանն ընդգծել է, որ կառավարությունը վճռական է շարունակելու նշված բոլոր ուղղություններով բարեփոխումները։ Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարության Միացյալ Նահանգների և արտաքին առևտրային ծառայության միջազգային առևտրի ադմինիստրացիայի հարցերով գլխավոր տնօրենի հետ։ Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ից հետո Հայաստան-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։ Վոգելը հայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու փոխըմբռնման հուշագրերի իրականացմանը, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ առևտրային համագործակցության հետագա զարգացմանը։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային և բանկային տվյալներ։ Անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից և արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Դատարանի վճռով Տավուշի մարզի Իջևան համայնքին է վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող Վալանսիի փողոցի 1/29 ՀՍ-ի 0,06 հեկտար մակերեսով հողամասը։